Հիշում ենք, չէ՞, մենք մայիսի 9-ը ինչպես էինք նշում։ Այսինքն ինքը 8-9 էր, 8 գծիկ 9 է, այսպես ասենք։ Մենք միանգամից դրա մեջ այս 30 տարվա ընթացքում, ինչ որ ասեմ, մի քիչ փշակաղում եմ, հա, դրա մեջ դնում էինք մեծ հայերենական պատերազմում հաղթանակի սիմվոլը, Շուշիի ազատագրման խորհրդանիշը եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման խորհրդանշական եռամիասնություն, այսպես կոչված, հա, եռատոնը, հա, մայիսյան եռատոնը։ Բաներ, զինվորական շքերթներ Արցախում եւ Հայաստանում, տարատեսակ միջոցառումներ թե Շուշի, այսինքն մենք այդ օրը հարգում էինք եւ Շուշին ազատագրող մեր հայրերին եւ Բերլինը ազատագրող մեր պապերին։ Մենք դրանով ցույց էինք տալիս, այո, մենք դրանով ցույց էինք տալիս, որ եթե չլիներ Բերլինի ազատագրումը, երևի թե չէր լինի նաեւ Շուշիի ազատագրումը։ Ինչու՞, որովհետեւ եթե Խորհրդային Միությունը պարտվեր, ամենայն հավանականությամբ Թուրքիան անցնելու էր Արաքսը, մենք դրա մասին բազմիցս պրոֆեսորի հետ խոսել ենք, իսկ թե ինչ կլներ Հայաստանի հետ, եթե թուրքական բանակը Արաքսը անցներ, պետք է միայն ուղղակի այսպես վախենալով մտածել, հա։